2013 թվականին հոլիվուդյան աստղերից Ջորջ Քլունիի մասնակցությամբ դուրս է եկել «Գրավիտացիա» ֆիլմը, որի համար մեծ հաջողություն չի կանխատեսվել։ Սակայն ֆիլմը գերազանցել է բոլոր սպասելիքները, բերելով հսկայական հոնորարներ։ Նշենք, որ մինչև այս ֆիլմը Քլունին ժառանգություն է գրել, որ իր մահից հետո բավական մեծ գումարներ կժառանգեն ընկերները։ Սակայն ավելի ուշ Քլունին որոշում է, որպեսզի ընկերներին շնորհակալություն հայտնի կենդանության օրոք։ Նա գնում է 14 սպորտային պայուսակ, յուրաքանչյուրի մեջ դնում մեկական միլիոն, վարձում է հին, մաշված մեքենա և իր երկու անվտանգության աշխատակիցների հետ գումարը Լոս Անջելեսի պահոցից տեղափոխում է իր տուն։ Ի դեպ, այս գործողությունը հույժ գաղտնի է եղել, այդ մասին իմացել են միայն Քլունիի անվտանգության աշխատողներն ու ադմինիստրատորը։ Հաջորդ օրը նա իր տուն է հրավիրում ընկերներին, որոնք 35 տարի շարունակ օգնել են իրեն, որպեսզի առաջին քայլերն անի Հոլիվուդում։ Երբ անտուն է եղել, նրանց տանն է օթևանել, գումար են տվել, երբ չի ունեցել, հավատացել են իրեն, երբ մյուսները չեն վստահել։ Դերասանը հաճախ ասել է, որ առանց իրեն հավատացող ընկերների ոչնչի չէր հասնի։ Խնջույքի ավարտին Քլունին ընկերներին ցույց է տվել աշխարհի քարտեզը և այն վայրերը, որտեղ եղել է, ասելով, որ դա նրանց շնորհիվ է, ամեն մեկին նվիրելով մեկական միլիոն։ Ի դեպ, ընկերների մեջ եղել են շատերը, որոնք իրոք օգնության կարիք են ունեցել։ Այս պատմությունը հայտնի է դարձել միայն 2017 թվականին, այն հանրայնացրել է խնջույքի մասնակից և 1 միլիոն ժառանգած Քլունիի ընկերներից, որը Միացյալ Նահանգներում շատ հաջողակ ու հայտնի բիզնեսմեն է։